Մենք կրկին գտնվում ենք Solar-on ընկերության գրասենյակում, որը հանդիսանում է արևային վահանակներ եւ BIPV լուծումներ արտադրող առաջին ընկերությունը Հայաստանում։ Այսօր մենք ցանկանում ենք խոսել արևային վահանակների արտադրության տեխնոլոգիաների մասին, մասնավորապես ինչ տեխնոլոգիաներ են փոխում շուկան։ Եվ այսօրվա մեր զրուցակիցն է Վահե Շարաֆյանը, ով հանդիսանում է Solar-on ընկերության համահիմնադիրը եւ տեխնիկական տնօրենը։ Բարև ձեզ, պարոն Շարաֆյան, շնորհակալություն մեզ ընդունելու համար։ Կցանկանանք լսել ձեր մասնագիտական կարծիքը մի քանի կարևոր հարցերի վերաբերյալ։ Եվ առաջին հարցը, ինչ է նշանակում լինել արևային վահանակներ արտադրող։ Բարև ձեզ, այս հարցը իրականում շատ հաճախ եմ ես տալիս։ Կարելի ասել, որ եթե մենք արտադրում ենք արևային պանել, ապա ունենք ինչ-որ կոմպոնենտներ, որի ինչ-որ գործողությունների վերջում մեզ տալիս արտադրանք հենց արևային պանելի տեսքով։ Ընդ որում արևային պանելը ունի այն հատկությունները, որոնք չունեն այդ կոմպոնենտները կամ հումքը, որը օգտագործվում է։ Կարելի ասել, որ անպայման պետք է լինեն ինչ-որ պրոցեսներ, պետք է լինեն հոսքագիծ կամ ինչ-որ արտադրական սարքավորումներ, որոնք օգնում են մեզ արտադրանքի մեջ, եւ վերջավոր պրոդուկտը պետք է ունենա ինչ-որ մեր ուզած ցանկությունները, որոնք չունեն, ասենք, կոմպոնենտները, բայց կարելի է խոսել տարբեր արտադրության տարբեր խորության մասին, ասենք, եթե դուք վերցնում եք առանց անուն որևէ, ասենք, արտադրանք, որևէ պանել եւ հացնում եք նրա վրա պիտակ, դա որևէ նոր հատկություն չի ստանում պանելը դրանից եւ նման գործողությունը չի կարելի համարել արտադրանք։ Մեր դեպքում մենք օգտագործում ենք մոտ 16 կոմպոնենտ, որպեսզի ստանանք վերջնական արտադրանքը։ Այդ բոլոր կոմպոնենտները առանձին ստուգվում են արտադրությունից առաջ, արտադրվում է ինչ-որ մի կոնցեպտը ստուգվում է, տեստավորվում է եւ նոր սկսվում է, ասենք, իր արտադրական, ասենք, ցիկլը, ասենք, ոչ խոշոր մասսայական, բայց էլի մասսայական արտադրության համար։ Իսկ ինչ հաջողությունների է հասել Solar-on ընկերությունը իր գործունեության ընթացքում։ Առաջի հաջողությունը նա է, որ մենք կարողացանք Հայաստանում ընդհանրապես ունենալ այս արտադրությունը, որը կարելի է ասել շատ դժվար է։ Դժվար էր պատկերացնել այն ժամանակ, հիմա էլ է դժվար պատկերացնել, որովհետև, ասենք, աշխարհում ոչ բոլոր երկրներում այս արտադրությունը կա, թեկուզ sense փոքր ծավալներով, ինչ մեզ մոտ Հայաստանում է։ Երկրորդը մենք չսկսեցինք կրկնօրինակելով, ասենք, ուրիշների արտադրանքը, այն բոլոր պանելները, ինչ որ արտադրվել է մեր մոտ, դա մեր սեփական դիզայնի արտադրանքն է, բոլորը անցել են ինչ-որ տեստավորման փուլեր։ Մենք առաջինը Հայաստանում արտադրեցինք 500 Վտ պլյուս պանել, որ դեռ չէր ներմուծվել Հայաստան, դա եղավ մեր սեփական դիզայնը, մինչև հիմա այդ պանելները օգտագործվում են եւ օգտատերերը շատ գոհ են հենց այդ սերիայից։ Արտադրեցինք 400 պլյուս 435, 465, որը էլի ուներ ունիկալ դիզայնը, որը չէր կրկնօրինակվում, ասենք, ուրիշների մոտ։ Անցանք ինտեգրված պանելների, այսինքն պանելներ, ֆոտովոլտաիկ պանելներ, որոնք ինտեգրված են շինարարական կոնստրուկցիաների մեջ, տանիքային, ֆասադային, որը էլի բոլորը նույնիսկ հատակի համար էլի մեր սեփական դիզայնն է։ Պարոն Շարաֆյան, արևային էներգետիկա արտադրության ոլորտում կան բազմաթիվ մարտահրավերներ։ Այ Հայաստանում ինչ մարտահրավերներ կան արևային էներգետիկայի արտադրության մեջ։ Ես արտադրության էներգետիկայի մեջ չէի ասի, բայց արևային պանել արտադրելու, ընդհանրապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում որևէ բան արտադրելը Հայաստանում, կարելի է ոչ թե Հայաստանում, Չինաստանից դուրս դա արդեն մարտահրավեր է։ Այսօր աշխարհում կա մի հատ մեծ երկիր գործարան, որը արտադրում է ամեն ինչ։ Ընդ որում, ասենք, պանելների դեպքում դա
85%-ն է աշխարհի արտադրության, որ գտնվում է Չինաստանում։ Եթե խոսենք հումքի առումով կամ կոմպոնենտների առումով, դա 95%-ից ավելին է։ Հայաստանը ունի համապատասխան ոչ լոգիստիկա, բավականին հեռու ենք մենք Չինաստանից, այդ բոլոր հումքը վերել հասցնել Հայաստան արդեն մեծ մարտահրավեր է, եւ Հայաստանը ունի նույնիսկ չվերթներ չկա Հայաստանի կողմ Չինաստանից, ես նկատում եմ բեռնատար ծովային երկիր չենք, նավահանգիստներ չունենք, այսինքն ամեն ինչը մեզ մոտ հումքը տևում է տեղափոխել է 2 ամսից ավել, սա շատ մեծ դժվարություն է։ Բոլոր տեխնոլոգիաները ավելի շատ զարգանում են Չինաստանում, քան թե ուրիշտեղ։ Առաջներում մարդիկ մտածում էին, որ երևի Չինաստանում աշխատուժն է էժան, դրա համար ամբողջ աշխարհը փորձում է արտադրել ամեն ինչը Չինաստանում, բայց դա այդպես չի։ Չինաստանը այսօր դառել է ամենաառաջատար պետությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որը մշակում է ոչ միայն արտադրում է ոչ միայն պաներներ, ասենք, բայց եւ մշակում է ժամանակակից տեխնոլոգիաները։ Այդ առումով աշխարհում ինչ ուղղությամբ են զարգանում արևային վահանակների արտադրության տեխնոլոգիաները։ Երկար տարիներ, ասենք 2000-ներից մինչև կարելի ասել COVID պանդեմիան, զարգացումը գնում էր շատ կանխատեսելի ու ոչ այդքան արագ, ինչքան հիմա։ Առաջներում, ասենք, մարդիկ շատ հետաքրքրում էին երկու տեսակ պաներներ կային, ասենք, պոլիկրիստալին կամ մոնոկրիստալին, հաճախորդները հարցում էին, այդ դուք պոլի ունեք, թե մոնո ունեք։ Հիմա արդեն պոլիի մասին ոչ ոք չի խոսում, բոլոր պաներները մոնոկրիստալին են, դրա հետ եկավ դա պանդեմիայից առաջ էր, այսպես կոչված PERC տեխնոլոգին, որը դառավ mainstream, պանդեմիայից հետո ընդամենը շատ կարճ ժամանակ ընթացքում այսպես նոր տեխնոլոգիա դառավ mainstream TOPCon, բայց այս վերջի տարիներս արդեն սկսվել է այնպես արագ զարգանալ, ի շնորհիվ մեծ ընկերությունների, որոնց արտադրությունները ծավալը, ասենք, տարեկան 100 գիգավատից ավել է, այդ ընկերությունները արդեն մշակում են ոչ միայն նոր տեխնոլոգիաներ, այդ ընկերությունները մշակում են նոր հոսքագծեր, ոչ թե ուղղում են ուրիշների հոսքագծերից, այլ իրանք են մշակում հոսքագիծը, իրանք են մշակում բոլոր կոմպոնենտները, ինչ որ կա արտադրության մեջ, իրանք սեփական, այդ բոլորը պատենտավորված է եւ փոքր արտադրողները, ասենք, աշխարհում կազմում են 1%-ից պակաս։ Ասենք, մենք այդ 1%-ի մեջ ենք, բայց դա չի նշանակում, որ չպետք է ունենալ, ասենք, արտադրություններ Հայաստանում կամ ուրիշ փոքր երկրներում, քանի որ բացի, ասենք, ստանդարտ պաներներից, որոնք մեծ քանակով օգտագործվում են արևային կայաններում, կարիք կա ունենալ եւ պաներներ, ինչ որ սեփական դիզայնի, ինչ որ մի customized design, որը պետք է այս կամ այն բնագավառում, մեր դեպքում դա մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ինտեգրված պաներներին, այսինքն building integrated պաներներին, դա մեր, ասենք, տանիքային պաներներն են, ֆասադային պաներներն են, որը մեծ քանակով եւ ստանդարտ լուծումներ չեն, դրանք մեծ քանակով չեն արտադրվում։ Այստեղ կարող ենք մեր խոսքը ունենալ եւ գտնում եմ կարող են ուրիշ կատակլիզմներ լինել, օրինակ Պարսկաստանի պատերազմի ժամանակ շատ նվազեց քանակը, որովհետեւ Պարսկաստանի նավահանգիստները փակվեցին, Հայաստանում պաներների քանակը շատ քչացավ։ Եթե մենք, ասենք, արտադրենք այնպես մեծ քանակով եւ ենթադրենք ունենայինք հումք, մենք կարող ենք լրացնել այդ բացը եւ չգիտես վաղ ինչ կարող է լինի։ Բացի դրանից Հայաստանում գործում են մեծ քանակով արևային կայաններ, որոնցում օգտագործում են ավելի հին ժամանակ արտադրված պաներները եւ որևէ մեծ ծավալով արտադրող, ասենք, ընկերություն չինական նա չի կարող արտադրել, ասենք, այդ հին պանելը
եթե ինչ-որ բան է պատահել, որ պետք է փոխարինել։ Նման բաները արտադրում են սովորաբար մեր նման փոքր ընկերությունները, բայց դա էլ շատ պետքական գործ է։ Ինչ դեր կարող է խաղալ Հայաստանը աշխարհում արևային էներգիայի գլոբալ զարգացման գործում։ Ես էլ այստեղ փոխեի акցենտը դեպի արտադրական տեխնոլոգիաներ ավելի շատ եւ ասել, որ քանի որ Հայաստանում շատ, ասենք, ճարտարապետությունը շատ ավելի զարգացած է օրինակ, քան մնացած ոլորտները, բայց ցավոք սրտի մեր ճարտարապետները ծանոթ չեն կամ երևի ծանոթ չեն building integrated photovoltaics-ին, որ կարելի է շենքը կառուցել այնպես, որ արդեն կարիք չլինի նրա վրա տեղադրել արևային պանելներ, օրինակ։ Մենք պատրաստ ենք համագործակցել, ես բնագավառում բոլոր ճարտարապետների հետ եւ ինձ թվում է, որ մենք կարող ենք մեր խոսքը ասել այդ բնագավառում։ Մյուս բանը, որ կուզեի նշել, Հայաստանը փոքր երկիր է, բայց բավականին մեծ քանակով արդեն մենք ունենք արևային կայաններ, մոտավորապես 25% արտադրող էներգիայի հիմա տալիս է արևային կայանները, դա շատ մեծ տոկոս է, բայց կարելի է ավելի մեծ տոկոս լինել։ Եվ այստեղ մենք կարող ենք ավելացնելով, ես համոզված եմ, որ մենք կարող ենք հասնել էներգետիկ անկախության, օգտվելով արևային մեր ռեսուրսներից, համատեղելով ազոմային, մանավանդ ասենք հիմա խոսակցություն է գնում մոդուլային ատոմային կայանների, որոնք պետք է լինեն ավելի շատ distributed, solar կայաններն են ավելի շատ distributed, որը շատ լավ է։ Մենք կարող ենք հասնել էներգետիկ անկախության ու օրինակ ծառայել մյուս երկրներին, այնպես չի, որ անպայման է օգտագործել, ասենք, գազ կամ չգիտեմ ինչ-որ ուրիշ, ասենք, ներմուծվող, ասենք, էներգատարներ, որ ունենալ էներգիա։ Կուզենայի ավելացնել, որ այս պահին մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք, որ ոչ միայն մեր կողմից արտադրված պանելները, այլ մեր լավագույն գործընկերներից արտադրված պանելները չինական ծագումով, բայց լավագույն բրենդերն են դրանք։ Մենք ունենք մեր արևային կայանների դիզայնի խումբը, որ շատ գրագետ նախագծեր է անում արևային կայանների եւ հուսով եմ, որ մեր կայանները այս պահին Հայաստանում գտնվող ինստալացիա արած կայանների լավագույնների թվում են։ Եվ այս դրական նոտայի վրա ուզում շնորհակալություն հայտնել պարոն Շարաֆյան ձեր մասնագիտական կարծիքի, ձեր ժամանակի համար, շնորհակալություն մեզ ընդունելու համար։ Ձեզ շնորհակալություն։ Հետաքրքիր պատասխաններ ստանալուց հետո մենք հիմա նաև տեղափոխվեցինք ցուցասրահ, որտեղ ներկայացված են տարբեր նմուշներ, ցույց տամ մի քանի հետաքրքիր նմուշներ։ Այստեղ տեսնում եք օրինակի համար ֆասադային արևային վահանակներ, ընդ որում տարբեր գույների, ըստ տարբեր շինությունների, տեսքերի, նաև փաստորեն վահանակը պարզվում է կարող լինի գետնին տեղադրվող։ Այստեղ կա նաև սոլարոն տանիք տարբերակը, որը իրանից ներկայացնում է տանիք պլյուս արևային վահանակ երկուսը մեկում լուծում, այսինքն կարիք չկա ունենալ թիթեղյա տանիք ու առանձին վահանակ, այսինքն այս մեկ լուծումով երկուսի հարցը միանգամից լուծվում է։ Այստեղ կա նաև կիսաճկվող տարբերակը, որ հնարավոր է ճկվի, եւ կիսա թափանցիկ տարբերակը։